ձեր վերջի հաղորդումներից մեկի ժամանակ փոքր կատակ երգ երգեցիք գյուղական վիրևեն թռնմեր այրո պլանը գյադեք ջան գյադեք թռեք հռումբ այդ հռումբը ես ինձ որ լսեցի առաջ անգամ ուրախացա բայց հետո երբ որ տեսա երաժշտական ձևավորում եկավ ինչ որ մեկն էր արել համեմել էր մեկ էլ նայեցի դիտումները ու հասկացա որ դա գյուղական կատակ երգն այս չի որ մշակութային մեր լավագույն ժառանգությունն է երգի սկիզբը հին կատակ երգ հա 40-ականներ 1940 պատերազմ ժամանակահատվածի որ կորել էլ աշխարհը չէր ավիրվի բայց հասկանում ենք չէ որ մենք ինչքան ֆանտաստիկ այնց այդ թվում ժող երգեր ունենք որոնք այս նույն երգը որ երգեցիք եկեք դուրս գանք մինչև ձեր քանի հոգի թեկու սկիզբը գիտեր այսինքն մի քիչ շատ կարճ է ավելին ասեմ այդ մենակ սկիզբն է այն մնացածը չգիտեք մինչև հիմա չկա այսքան արդեն շատ մարդիկ գիտեն եթե չունենանք կերպարներ ովքեր ամեն ինչ անելու են դրա պոպուլարիզացման ուղղությամբ մենք սա պարզապես ժամանակի ընթացքում կորցնելու ենք ու չնայած այսօր իմ գործը ընդհանրապես դրա մասին չի ուզում եմ ասել որ ես սիրով նմանատիպ նախաձեռնության մեջ կմասնակցեմ բայց պետք է հզոր ուժեր են պետք դրա համար հզոր մեծ ֆինանսներ ու այդ երգերը պարզապես այդ աշխուհական գուսանական երգերը հրաշքներ են ամեն մի երգը իր այնքան այնպեսի մեծ դաշտ ունի այդ ամենի այդ պատմությունը, այդ մատուցումը, նորից եմ ասում, նոտաների ճիշտ դասավորվածությունը, հայկական լինելը, որ չտեսնված են պարզապես։ Ու հազվադեպ այդպես նախագծեր կան, որոնք փորձում են պահպանել այդ ամենը, բայց այդ նախագծերը շատ հազվադեպ են ու շատ քիչ է այդ ամենով զբաղվելու համար, այսինքն եթե ուզում ենք մենք այդ ամենը պահպանենք, պետք է մեծ գերլարումներ